Հալելույա, փառք լինի քեզ Տեր, փառք լինի քեզ զորավոր Աստված, փառք լինի քեզ Տերերի Տերը, արքաների արքան, միակ ու ճշմարիտ Աստվածը, որ տիրում ես երկնքում եւ երկրի վրա, փառք լինի քեզ, փառք ես Տեր այսօրվա համար, փառք լինի քեզ Տեր այս սուրբ ժողովքի համար, փառք լինի քեզ Տեր քո ամեն արարչագործության համար, ամեն բարի բանի համար Տեր, փառք լինի քեզ Տեր, եղիր մեծարված այսօր, եղիր փառավորված այսօր, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, քո ամեն մի զավակի կյանքի մեջ, հալելույա, հալելույա, ես կկարդամ մի կարճ սաղմոս, 122 սաղմոսը, Ես ուրախ եղա, երբ որ ասեցին ինձ, թե Տիրոջ տունը գնանք, մեր ոտները կկանգնեն քո դռներումը, ով Երուսաղեմ, Երուսաղեմը շինված է ինչպես քաղաք, որ ինքն իրան հետ միավորված է, որ այնտեղ վեր են գնում ցեղերը, Տիրոջ ցեղերը, Իսրայելի վկայության պես, ոչ Տիրոջ անունից գոհանան, որովհետև այնտեղ են գրված դատաստանի աթոռները, Դավթի տան աթոռները, խաղաղություն խնդրեցեք Երուսաղեմի համար, թող հաջողվեն քեզ սիրողները, թող խաղաղություն լինի քո պարիսպներումը, հաջողություն քո պալատներումը, իմ եղբայրների և իմ ընկերների համար ասում եմ ես, խաղաղություն լինի ձեզանում, մեր Տեր Աստծո տան համար, բարի եմ ուզում քեզ, հալելույա, քո համար խաղաղություն լինի, սիրելի ժողովուրդ, ձեր ամեն մեկի համար, թող որ խաղաղություն լինի, հալելույա։ Տերը մեզ լցրեց սիրով, ներեց նոր կյանք շնորհեց, մեզ փրկեց նա սուրբ անվան և մեղքից մեզ ազատեց, դու առաջինն ես ու վերջինը, իշխան խաղաղության, Տեր քեզ կերքեմ, կաղաղակեմ, քո մեջ շնորհքի համար,
Մեծ ուրաշալի ենք հագործերը դեք
Հալելույա Հիսուս, փառք լինի քեզ Տեր, սուրբ ես դու։ Սուրբ ես դու Հիսուս։ Սուրբ է քո անունը Տեր։ Եվ քո եկեղեցին, քո սեփական եկեղեցին, քո արյունով է գնված, քո ժողովուրդը, քո ամեն մի զավակը իր շուրթերով երգում է քեզ Տեր, որ դու սուրբ ես։ Սուրբ ես դու Տեր, բարձրերում բնակվող, սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես դու Տեր։ Եվ մենք միանում ենք երկնքի բարձրացած երկրպագությանը մեծ արանքին Տեր։ Եվ մենք միաբան Տեր երկնքի հետ ասում ենք, որ դու սուրբ ես Տեր, որ դու արժանի ես գառնաստո առնելու փառքը, պատիվը, մեծ արանքը, գոհությունը, ամեն մեկի շուրթերի շնորհակալությունը Տեր, արժանի ես դու առնելու Տեր, արժանի ես Հիսուս։ Արժանի ես Տեր քո կատարած զոհի համար, մեր կյանքի փրկագնության համար, հիվանդի բժշկության համար, կույրի տեսողության համար Տեր, որ կաղերը քայլում են Տեր, դու արժանի ես, որ մեծարվես Տեր, որովհետև դու ես Տեր հիվանդին բժշկողը, քեզանից է Տեր, որ իջնում է բժշկությունը, դու ես, որ կույրին տեսողություն ես տալիս արքա, դու ես, որ կաղին քայլել ես տալիս, դու ես, որ արձակում ես ամեն կապերն ու կապանքները, փառք լինի քեզ Տեր, չկա քեզանից զորավոր մեկը, չկա քեզանից մեկը բարձր, բարձրյալ Տեր, դու ես ամենակալ Աստված, եւ մենք ունենք քո կարիքը, եւ մենք բարձրացնում ենք Տեր այս կարիքները քո առաջ, եւ խնդրում ենք Հայր Հիսուսի անունով, խնդրում ենք քեզանից, որ դու այս կարիքներին կպնես Տեր, մեկնես քո զորավոր ձեռքդ, եւ կպնես այս կարիքներին, որովհետեւ մենք հավատացել ենք Հայր, հավատացել ենք քո փառքիդ մեծությանը, քո անվան զորությանը, հավատացել ենք Հիսուսի տված փրկությանը, հավատացել ենք Տեր, եւ մենք հավատքով խնդրում ենք քեզանից բժշկություն, խնդրում ենք քեզանից տեսողություն, խնդրում ենք քեզանից լսողություն, խնդրում ենք քեզանից ազատագրություն, խնդրում ենք քեզանից մեղքերի թողություն, խնդրում ենք քեզ Հայր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, քանզի չկա ավելի բարձր անուն, ամեն բան Հայրը դրեց քո ոտքերի տակ, ամեն բան խափանեց եւ դրեց քո պատվանդանին, եւ ամեն բան հաղթված է Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Շնորհակալ ենք քեզանից Տեր, շնորհակալություն Հայր, շնորհակալություն Հայր, ամեն բանի համար շնորհակալ ենք քեզանից։ Հալելույա։ Սելի եկեղեցի, կխնդրեմ, որ նստեք, այսօր զոհաբերության խոսք ունենք լսելու Աստծուց։ Հալելույա, եւ ես կկարդամ երկրորդ Թագավորաց 9-րդ գլուխ առաջին խոսքից մինչև 13 խոսքը, քո մոտ կխնդրեմ, որ նշես դու կարդաս, բայց ես մասամբ կընթերցեմ, լավ, ամբողջությամբ չեմ կարդա։ Եվ Դավիթն ասեց. արդյոք Սավուղի տանիցը մնացած մարդ կա, որ նրան բարօրություն անեմ։ Դավիթը թագավոր էր։ Եվ մեկ օր ինքը իր թագավորական ապարանքում նստած մի բան որոշեց։ Հիշեց ինքը Սավուղին եւ ասեց. կա արդյոք Սավուղի տնից մնացել է որևէ մեկը եւ ես ուզում եմ նրան բարօրություն անեմ։ Ամեն։ Հիսուս Քրիստոսը թագավոր է եւ ժամանակ առ ժամանակ ես կխնդրեմ, որ դու համեմատական ուղղակի անցկացնես։ Աստված իր գահի վրա նստած ժամանակ առ ժամանակ հիշում է մեզանից ամեն մեկին եւ ասում է. կա արդյոք իմ տան մեջ այս իմ զավակներից եւ ես որոշել եմ նրանց բարօրություն անեմ, բարի բան անեմ։ Դες Աստված տեսել է, որ դու այսօր պիտի գայիր եւ որոշել է, որ մի բարի բան անի քո համար։ Ամեն, բացարա քո սիրտը։ Ես զոհաբերության խոսք եմ կարդում։ Եվ գիտես ինչի ինքը հիշեց Սավուղին ու նրա տունը, որտեվ Սավուղը արած բաներ ուներ, զոհեր ուներ արած, բան ուներ արած թագավորի համար։ Եվ դրա համար միտն ընկավ թագավորի ու որոշեց բարի բան անի։
Այսօր մեր Աստվածը թագավորների թագավորը, տերերի տերը որոշել է իր ամեն մի զավակի համար բարի բան անի։ Դրա համար ես կխնդրեմ, որ դու պատրաստես քո զոհը։ Պատրաստես քո զոհը ու կխնդրեմ, որ մեր ֆինանսական ծառայողները վերցնեն այդ զոհերը, ծառայեն եւ մի տեղ էլ ես կկարդամ։ Գիտես, երբ որ գտան Սավուղի տնից Մեմփիբոսթեին, նրա թոռնիկին, նա եկավ խոնարհություն արավ եւ ասեց թագավորին. «Ծառատ ով է, որ ինձ պես մի մեռած շան վրա նայեցիր»։ Նա եկավ թագավորի առաջ խոնարհվեց ու ասեց. «Ես ով եմ, ինչ եմ ինձանից ներկայացնում, որ դու տենց որոշել ես մի մեծ բարիք անես իմ համար»։ Եվ թագավորը Սավուղի ծառա Սիբային կանչեց եւ նրան ասեց. «Սավուղի եւ նրա տան բոլոր ստացվածքը քո տիրոջ որդին տվի, եւ դու ու քո որդիքը եւ ծառաներդ նրա համար երկիրը գործեցեք եւ պտուղն իր մոտ բերես եւ քո տիրոջ որդին ուտելու հաց ունենա եւ քո տիրոջ որդի Մեմփիբոսթեն պիտի միշտ իմ սեղանի վրա հաց ուտի»։ Եվ թագավորը ասեց. «Դու միշտ պիտի իմ սեղանից հաց ուտես»։ Ամեն։ Այսօր ես կխնդրեմ, որ մենք զոհ անենք թագավորին, Հիսուս Քրիստոսին։ Մեր զոհերը մենք իրան ենք տալիս։ Այստեղ վերցնում են մահկանացու մարդիկ, բայց մեր զոհերի համար Աստված օրհնություն է պատրաստել, բարի բան քո համար։ Ամեն, ամեն։ Հավաքենք մեր զոհաբերությունը եւ թագավորը խոստացավ, ասեց. «Իմ սեղանից դու միշտ հաց կուտես սեղանի վրայից»։ Ամեն։ Հալելույա։ Թող Տերը օրհնի ամեն մեկից զոհը ու հիշի քո զոհերը Տերը։ Եկեք կանգնենք ու շարունակենք երկրպագել մեր Աստծուն, ով իր չքնաղ սիրով լցնում է մեր կյանքը, իր թանկ արյան մաքրում է մեզ ու փոխում է մեր ամբողջ կյանքը իր փառքի լիության համաձայն։ Տեր, շնորհակալ ենք, որ քո չքնաղ սիրով պատում ես մեզ, լցնում ես մեր սիրտը, Հիսուս։ Իմ սիրտը լիության քո չքնաղ սիրով, քո չքնաղ սիրով, քո հիասքանչ շնորհքով, քո թանկ արյամբ Հիսուս փոխվեց ողջ կյանքն իմ հավիտյան։
Բարքերը քոնն են Հիսուս, դու արժանի ես բարքերին, գովասանքի Տեր, արժանի ես դու, Հիսուս, պատն ընդունելու, արժանի ես դու, Հիսուս, պատն ընդունելու, արժանի ես դու, արժանի ես դու, Հիսուս, պատն ընդունելու, արժանի ես դու, մեղքերը իմ Հիսուս, դու վերցրեցիր և տարար դեպի խաչը,
Արժանի ես դու, արժանի ես դու, Հիսուս։ Այո Սուրբ Աստված դու արժանի ես։ Արժանի ես ընդունելու փառքը, պատիվը, գոհությունը, մեծարանքը, երկրպագությունը, Տեր, դու արժանի ես ընդունելու Տեր իմ Աստված, ընդունիր մեր փառքը, ընդունիր Տեր իմ Աստված, մեր սրտի գոհությունը, ընդունիր Սուրբ Աստված, մեր սրտերի երկրպագությունը, ընդունիր Տեր իմ Աստված, մենք կոհանում ենք մեր շուրթերի զոհը, ընդունիր, դու արժանի ես, դու արժանի ես, դու արժանի ես, Հիսուս արժանի է, ընդունելու փառքը, պատիվը, զորությունը, նա արժանի է։ Արժանի ես դու, Հիսուս, փառքը ընդունելու, արժանի ես դու, արժանի ես դու, Հիսուս, փառքը ընդունելու, արժանի ես դու։ Ողջ փառքը, պատիվը եւ զորությունը նրանն է, Հիսուս Քրիստոսինն է, որովհետեւ նա արժանի է։ Փառք Հիսուսին։ Այևս մեկ անգամ ծափարենք նրան, նա արժանի է։ Այո, Աստծուն պիտի ծափարենք, նա արժանի է։ Փառք Հիսուսին։ Կարող ես նստել, ողջունում եմ քեզ, սիրելի եկեղեցի, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհակալություն փառաբանության թիմին։ Ով է խոսք ուզում այսօր Աստծու ստանա, ով է ուզում խոսք ստանա, իսկ ով է պատրաստ այդ խոսքի համաձայն ապրի։ Ոնց ես որոշել, ապրելու ես խոսքի համաձայն, հա։ Մենք պիտի ապրենք խոսքի համաձայն։ Մենք դրա համար ենք չէ եկեղեցի գալի, մենք դրա համար ենք Աստծուն պաշտում, Աստծուն հավատում, հետևում։ Երբեմն դժվար է։ Իսկ ով ասեց, որ հեշտ է լինելու։ Ումա Հիսուսը ասել, որ քո համար հեշտ է լինելու, թող այդ քաջը ձեռք բարձրացնի։ Դժվար է լինելու, բայց Տեր ասեց, որ մի վախեցեք, ես ձեր հետ եմ։ Արի այսօր մի փոքր մտածենք իրացին, լավ։ Մի փոքր խորհենք Աստծո խոսքի շուրջ եւս այսօր։ Արի մի փոքր այսօր նետենք հայացք մեր կյանքերի իրավիճակների վրա։ Եվ որոշում կայացնենք, ինչպես մենք պիտի վարվենք այս կամ այն իրավիճակներում։ Հարցը ուզում տալ այսպես, կարաս պատասխանես, կարաս չէ, ով ունի թշնամի։ Օխ, դու խով ասես բոլորս։ Բոլորս։ Սրտից հետ խոսացի երևի թե։ Դի մարդիկ կան ասում, չէ, ինչ ես խոսում։ Ինչ ես խոսում, ես ուր թշնամին ուր։ Ես ուր թշնամություն ուր։ Ոմա սատանան հերիք է էլի։ Իսկ ինչ ես կարծում, իրավունք ունես թշնամի ունենաս թե չէ։ Այո, հետո ո՞վ է տվել այդ այո։ Այդ իրավունքը։ Իսկ թշնամի ասելով դու կոնկրետ ինչ նկատի ունես կամ ում, հələ այսօր այդ թողենք սատանային, էլի։ Հանգիստ թողենք իրան։ Թող այսօր գոնե հանգստանա։ Թե չէ քրիստոնյաների ձեռը գիտես, չէ, չգիտի ինչ անի։ Ուր փախնում է նրան հալածում են, ինչ լինում է նրա վրա են գցում։ Սատանան ինձ խաբեց։ Դե եդեմական պարտեզից այդպես է, չէ, գալիս ես չէի օծը, որի դու ստեղծեցիր, չէ, գցում ենք սաղի վրա։ Սաղ։ Լավ, թշնամի ասելով, արի այսօր թողենք նրան, էլի, իրականում թողենք այսօր։ Թշնամի ասելով ինչ կամ ում նկատի ունես։ Բնավորություն, հետո նախանձ, եսը, լեզու։ Ինչ։ Դու տերում ես, որ դու քո մասին ես խոսում հիմա։ Այդ ամբողջը մարդու ներսում է։ Չէ՞։ Թողենք այսօր հանգիստ այն մի հոգևորին, հա, հոգավորին։ Անհնազանդությունն է, նորից ես եմ, չէ՞, նորից իմ անձն է, նորից մենք ենք։ Գիտես, ուզենք թե չուզենք, մենք թշնամի ունենք։ Նույնիսկ Հիսուսը թշնամի ուներ։ Այո, առաջինը դա մարդն է ինքն իր համար թշնամի, բայց նաև
մենք ունենք թշնամի։ Մարդիկ թշնամություն կարան անեն քո հետ։ Դու կարող ես նրան շատ սիրես, բայց ինքը թշնամաբար տրամադրվի։ Եվ ես այսօր ուզում եմ հարց տամ ու մենք այսօր դրա պատասխանը անպայման կտանք, այսօր դրա հարցը լուծելու ենք։ Ինչպես ես վարվեմ իմ թշնամու հետ։ Ինչ անեմ ես իմ թշնամու հետ։ Դու կոնկրետ ո՞նց ես անում, օրինակ ինձ հետաքրքիր, ինչ ես անում քո թշնամու հետ։ Առեմ համարում, հա։ Կամ անտեսում եմ ես նրան։ Նրանք կան։ Ինչ ես անում դու քո թշնամու հետ։ Գիտես, ճիշտ է, առաջին մեր թշնամին, առաջին մարդկության թշնամին դա սատանան է։ Դա մեր առաջին թշնամին է։ Նա մարդասպան է, ի սկզբան է եղել։ Նա մարդուն ատում է, որովհետև մարդը ստեղծված է Աստծո նմանությամբ եւ պատկերով։ Եվ քանի որ նա Աստծո թշնամին է եւ Աստծուն նա ոչինչ չի կարող անել, նա կպնում է Աստծո արարչագործությանը, նա մանավանդ մարդուն, որովհետև մարդն է ստեղծված Աստծո նման եւ պատկերով, եւ մարդը արարչագործության պսակակիրն է։ Այո, մեր առաջի թշնամին դա սատանան է, բայց այսօր նրան նորից եմ ասում, բաց ենք թողնում հանգիստ, թող այսօր մի 2 ժամ հանգիստ ապրի։ Արի գնանք խորհելու մեջ։ Թշնամին մարդուս համար կարող է լինել հենց ինքը մարդը իր համար։ Ես մի նկար եմ այսօր ուզում քեզ ցույց տամ, պատրաստել եմ։ Գիտես, թշնամին մարդուս համար հենց ինքը մարդը կարող է լինել։ Հարց եմ ուզում տամ, ով է ուզում, որ Աստված նրա գլուխը թարմ յուղով օծի։ Ով է ուզում։ Գիտես, որ դա սա ուղիղ կապ ունի նրա հետ, թե դու ինչպես ես վարվում քո թշնամու հետ։ Աստված քո առաջաբերում թշնամուն եւ ուղիղ կապ ունի, թե դու ինչպես ես վարվում քո թշնամու հետ, ինչպես կաշխատի օծությունը քո վրա։ Ուրեմն պատրաստ եղիր, եթե ուզում ես քո գլուխ Աստված թարմ յուղով օծի, ուրեմն պատրաստ եղիր սեղան նստել քո թշնամու հետ։ Կամ քո թշնամու դիմաց։ Նայեք, նույն մարդիկ են սրանք։ Ես իմ դերով եմ նկարել։ Հավատացիր։ AI ջանը սաղ լինի։ Հրաման ես տալի անում է։ Տեսեք, սա նույն մարդիկ են, ովքեր որ տարբեր ռակուրսներից է նկարված, տարբեր իրավիճակների մեջ, բայց շատ կարևոր մի բան քեզ ասեմ։ Երբ որ հանդիպում ես ինքդ քո հետ, պատրաստ եղիր նայես ուղիղ քո աչքերի մեջ։ Երբ որ հանդիպում ես քո իրավիճակների հետ, պատրաստ եղիր նայես ուղիղ իրավիճակների մեջ, աչքերի մեջ։ Երբ որ հանդիպում ես թշնամուդ հետ, պատրաստ եղիր նայել ուղիղ նրա աչքերի մեջ։ Եվ ինչպես որ դու քեզ կպահես սեղանի դիմաց, դա էլ կորոշի քո ապագա օծությունը։ Նորից եմ ասում, եթե դու ուզում ես, որ Աստված օծի քո գլուխը թարմ յուղով, ուրեմն պատրաստ եղիր թշնամուդ հետ կամ թշնամու դիմաց սեղան նստել։ Սաղմոս 23 առաջին խոսքից։ Այս Սաղմոսը մենք շատ ենք սիրում։ Ցիտում ենք, երգում ենք, վերջում ենք այսօր այս երգը կերգենք, որ Տերն է իմ հովիվը։ Ու տես ինչ ասում է այստեղ Սաղմոս 2-ում, իսկ ով է Սաղմոս գրողը Սաղմոս 2-ում, Դավիթ թագավորը, նա գիտեր ինչ էր գրում։ Ու տես ինչ ասում, Տերն է իմ հովիվը։ Եվ կարիք չեմ ունենա։ Նա կանաչ տեղերում է պարկեսնում ինձ եւ հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ։ Գրված է նա կանաչ տեղերում է ինձ արածեցնում եւ հանգիստ վայրերում է տանում, հանգիստ տեղեր է տանում ջրերի մոտ։ Նա վերանորոգում է իմ հոգին, առաջնորդում է ինձ արդարության շավիղների մեջ։ Իր անվան համար, եթե մահվան շուքի ձորով էլ քայլեմ, իսկ հնարավոր է որ քայլեմ, իսկ հաճախ մենք քայլում ենք այդ մահվան շուքի ձորով։ Հաճախ Եթե նույնիսկ մահվան շուքի ձորով էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, չի գրված չի, որ չար բան չի պատահի, չար բանից չեմ վախենա։ Դες ինչից վախենում ենք, գալիս է մեր վրա։ Դա համար արի չվախենանք չար բանից։ Չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։ Գավազանը, ցուպ, Աստծո գավազանը եւ ցուպը պիտի մխիթարի մեզ։ Մեկ անգամ սրա մասին ասել եմ, չէ՞։ Գավազան եւ ցուպ, ո՞րն է սրա տարբերությունը։ Ցուպով հետ են բերում, ցուպը այսպես կեռիկ էր, ցուպով մոլորված ոչխարին կամ ըմբոստ ոչխարին կամ գլուխը տնկած ոչխարին վզից գցում են հետ են բերում եւ գավազանով մխիթարում են նրան։
Այդպես է լինում։ Քո ցուպն ու գավազանը մխիթարում են ինձ։ Մենք սա ասում ենք, Տեր, թող որ քո ցուպը, քո գավազանը, ու երբ որ Տերը օգտագործում է իր ցուպն ու գավազանը, մենք ասում ենք հաճախ հետից գնա սատանա։ Եսով է գլխից տալիս։ Հաճախ Տերն է մեզ այդպես պահում չարիքից, այս մավան ստվերից, այս ձորից, նա ցուպով գցումը եւ մեր վզից հետ է բերում եւ գավազանով մխիթարում է։ Մխիթարում է։ Ով է մխիթարվել երբևիցե Տիրոջ գավազանով։ Քաղցրա, չէ՞։ Փառք Հիսուսին քո համար։ Եվ հաջորդը կարևոր տեղ այսօր սրա մասին եմ քարոզելու, այսօր սրա մասին եմ խոսելու։ Երբ որ ես ամեն ինչով անցնում ես, երբ որ ես ամեն ինչը հաղթարում ես, երբ որ դու սրա մեջ ես, քեզ ճիշտ դրսևորում, 5-րդ խոսք, դու սեղան ես պատրաստում իմ առաջ, իմ թշնամիների դիմաց։ Այսօր ես խոսում եմ սրա մասին, այսօրվա թեման է դեմ առ դեմ թշնամու հետ։ Ամ երես առ երես թշնամու հետ։ Ինչպես ես դու քեզ պահում։ Ինչպես մեզ պահենք, երբ որ մենք դեմ առ դեմ մեր թշնամու հետ ենք դուրս գալիս։ Եվ մենք ունենք թշնամիներ։ Մենք ունենք թշնամի, այսօր ցույց կտամ դա որն է։ Չես անznավորում, հանկարծ չանznավոր ես։ Երևույթը վերցրու։ Մենք չենք անznավորում։ Ես չեմ խոսում այսօր անձի մասին, ես այսօր խոսում եմ երևույթի մասին։ Եվ երբ որ այս ամենի մեջով մենք անցնում ենք, Տերը սեղան է պատրաստում, դու պատկերացնում ես տիեզերքի արարիչը, սեղան է գցում քո առաջ, նա պատվում է քեզ հրապարակավ։ Իմ թշնամիների դիմաց, դու իմ գլուխը օծում ես յուղով, երբ որ այս ամեն ինչը լինում է, օծություն կա սրա մեջ, սիրելի եկեղեցի, օծություն է բխում, օծություն է գալիս քո գլխի վրա, իմ բաժակը լեփ լեցուն է։ Եվ 6-րդ խոսք, այսպես բարիքը եւ ողորմությունը կգան իմ հետևից, իմ կյանքի բոլոր օրերում։ Դավիթը գիտեր ինչ էր խոսում։ Երբ որ դու քայլում ես ու բարիքն ու օրհնությունը քո հետևից գալիս է, երբ որ դու գնում ես, բարիքը քո հետևից գալիս է։ Ուր էլ որ դու գնում ես, բարիքը, օրհնությունը քո հետևից են գալիս, խի, որովհետև դու կոնկրետ ճանապարհ ես անցել, դու հաղթահարել ես։ Գրված է, որ այսպես բարիքը եւ ողորմությունը կգան իմ հետևից։ Տերը բարի է եւ Տերը ողորմած է։ Ուր էլ որ դու գնում ես, նա քեզ պահում է, մխիթարում է, չար տեղից հանում է։ Որովհետև երբ որ դու որոշում ես, քեզ ինչպես կդրսևորես սեղանի դիմաց, այդ այլ կորոշի քո օծությունը։ Իմ կյանքի բոլոր օրերին եւ շատ ցավոտ մի տեղ եւ Տիրոջ տանը կբնակվեմ ամբողջ կյանքիս ընթացքում։ Ով ասիրում է Սաղմոսը։ Իսկ դու գիտես, որ սա պիտի լինի ուղղակի մեր կյանքի խոսքերը։ Մենք սիրում ենք սա ցիտենք, մենք սիրում ենք սա երգենք։ Մենք սիրում ենք սա, հասկանում ես, կարդանք ու տեսնենք Դավթի կյանքում։ Դավթի կյանքից օրինակ բերենք։ Բայց դու գիտես, որ այս ամեն մի խոսքը իմ ու քո համար պիտի գրված լինի։ Գիտես, մենք այստեղից հարյուրավոր երգեր ենք երգում։ Կարդում ենք, երգում ենք, դավանում ենք, գալիս է պահը անցնելու, պարտվում ենք թշնամու առաջ։ Հազարավոր քարոզներ ես լսել։ Հազարավոր խոսքեր ես կարդացել, տասնյակ անգամներ Աստվածաշունչ ես միգուցե կարդացել, բայց երբ որ գալիս է խոսքը կատարելու, մենք երբեմն պարտվում ենք, որովհետև երբ որ Տերը սեղանը պատրաստում, ու մենք տեսնում ենք թշնամուն, մենք շատ հաճախ մեզ ճիշտ չենք պահում թշնամու առաջ, ինչպես պահենք, այսօր կասեմ։ Գիտես, մի բան է սիրել եւ զմայլվել կարդալով այս խոսքերը, իսկ լրիվ ուրիշ բան է այդ խոսքերը կատարել։ Նայեք, գիտես, երբ որ այս սկզբի ամեն մի խոսքի խոսքերը իր քայլերի մեջ համապատասխանում ես դու, ապա գալիս է շատ փառահեղ ընթացք, դու սեղան ես պատրաստում իմ առաջ իմ թշնամիների դիմաց։ Երբ որ մենք այս ամենով անցնում ենք, այս խոսքերը մենք անցնում ենք, որ այո, Տեր, դու ես իմ հովիվը։ Ես ոչ մի կարոտություն չեմ ունենա եւ այլն, մենք գալիս ենք այստեղ, Տերը սեղանը պատրաստում, գրված է, դու սեղան ես պատրաստում իմ առաջ իմ թշնամիների դիմաց։
Նույնիսկ եմ ասում, պատկերացրու սա, որ Տերը քեզ ուզում է պատվի հրապարակավ։ Դու հասել ես մի մակարդակի, դու հասել ես հոգևոր մի տեղ, որ Տերը ինքն է ուզում քեզ պատվի հրապարակավ, ցույց տալով։ Գիտես, որ արդեն մարտի արդյունքը որոշված է նրա կողմից։ Երբ որ Տերը սեղան է պատրաստում քո առաջ, քո թշնամիների դիմաց, նա ցույց է տալիս, որ մարտի արդյունքը արդեն որոշված է։ Դուք ասես ոնց Աստված աչառություն է անում։ Անաչառ է մեր Աստված, բայց նա արդար է։ Աստված արդար է։ Հիշում ես Ահարոնը եւ Մարիամը ըմբոստացան Մովսեսի դեմ։ Գրված է տարավ խորանի մեջ եւ ում ինչ որ հասանելիք էր ասեց։ Ես նա ուզում է հրապարակավ պատվի քեզ եւ սեղան գցի քո առաջ։ Հարցը մի ուրիշ տեղում է, երբ որ Տերը իմ թշնամիների առաջ սեղան է պատրաստում, ես ինձ ինչպես պիտի պահեմ այդ սեղանի դիմաց նստած։ Այստեղ է հարցը։ Ես ինձ ոնց պահեմ սեղանի դիմաց, սեղանի շուրջ նստած իմ թշնամու առաջ։ Հիսուս ինչ ասեց, երբ որ տեսնում ես թշնամուդ քաղցած, ինչ պիտի անես։ Սա հանդիպում է թշնամու հետ։ Ու թե ինչպես կպահես քեզ այդ սեղանի առաջ, դա էլ կորոշի, թե ինչքանով է քո գլուխը օծվում յուղով։ Իրես երբ որ պատրաստ ես լինում նստես քո թշնամու դիմաց առաջ սեղան, երես առ երես, սեղանի շուրջը, դա էլ որոշում է քո ապագա օծությունը։ Ու երբ որ նորից եմ ասում, երբ որ հանդիպում ես քո թշնամուն երես առ երես, պատրաստ եղիր նայես ուղիղ նրա աչքերի մեջ։ Այս հատվածում մի այլ հրաշալի խոսքեր կան, որ գրված է Տիրոջ տանը կբնակվեմ ամբողջ կյանքիս ընթացքում։ Գիտես, այս վերջին ընթացքի, իմ ընթացքի, սա ամենացավոտ խոսքերից մեկն է, որովհետև իրես քանի մարդ եմ տեսել, որ սա ասել են, սա երգել են, իրես քանի մարդ եմ տեսել, որ ասել են, ուր գնամ, հովիվ ջան, ուր գնամ Աստծո տնից, ուր գնամ։ Կամ ես կմեռնեմ առանց Աստծուն ծառայելու, ես կմեռնեմ առանց Աստծո տանը, ես չեմ ապրի, ես չեմ կարող ապրել, իմ կյանքը չեմ կարող պատկերացնեմ, բայց հիմա տեսնում ես, լավ էլ ապրում է։ Հա, լավ էլ ապրում է։ Գիտես, սա որոշում է, որ Տիրոջ տանը կբնակվեմ հավիտյան, հետարքիր մի բան արեցի, երիտասարդական խմբակին մեջ, ասեցի, կարաս ինձ պատասխանես, ինչը քեզ կարա հեռացնի Աստծո տնից։ Հարց եմ քեզ այսօր ուղղում, ինչը կարա քեզ հեռացնի Աստծո տնից։ Մի պատասխանի ինձ, ինքդ քեզ պատասխանի։ Ինչ պիտի լինի քո հետ, որ դու Աստծո տնից հեռանաս։ Չէ որ ոչ ոք, ոչ մի հեռացող չի ասել սկզբից ես հեռանալու եմ մի օր։ Բոլորը ասել են, չէ, ինչ ես խոսում, սա իմ տունն է, սա իմ հոր տունն է։ Ինչ կարա քո հետ պատահի կամ ինչ պիտի լինի քո շուրջը, որ դու հեռանաս։ Գիտես, մեր առաջ հրաշալի մի օրինակ եղավ, ցավոտ օրինակ եղավ, բայց հրաշալի մեր հովիվը, ով աղջկան կորցրեց, եւ նա ավելի նոր թափով սկսեց ծառայել Աստծուն։ Գիտես, Աստծուց հեռանալու լուրջ պատճառ կար նրա կյանքի մեջ։ Հովիվը իր կնոջ հետ միասին։ Բայց նա նայեց իր թշնամու աշկերի մեջ ուղիղ, ու գիտես ինչ ասեց նրան։ Դեռ երբ որ Աննան կենթանի էր, նա ասեց աղոթքի ժամանակ նա ասեց Սատանա, եթե Աննան բժշկվի, դու պարտված կլինես, որ նա բժշկվեց։ Բայց եթե Աննան մահանա, դու պարտված ես լինելու, ես արթնություն եմ բերելու երկրագնդի վրա։ Ես շարժ եմ սկսելու երկրագնդի վրա։ Այդպես է եղավ, Աննան մահացավ։ Եվ այսօր մենք տեսնում ենք, թե ինչ շարժ է սկսել ամբողջ աշխարհով մեկ։ Եվ այդ շարժը նոր է թափ հավաքում։
Ես եկեղեցի մեր տունն է, Աստծո տունը մեր տունն է։ Ես սա որոշում պիտի լինի, որ Տիրոջ տանը կբնակվեմ հավիտյան։ Երանի որ մենք այստեղից փոխադրվենք երկինք։ Տնից տուն գնանք։ Անցած շաբաթ էր կարծեմ Աստծո ծառաներից մեկը տնից տուն գնաց։ Մեր Սակալով եղբայրներից մեկը, ով որ ննջեց Աստծո մեջ, գիտես, կարա հարցակի, խիմ ահացավ, երիտասարդ, Աստծուն այսքան ծառայի, այսքան օրհնվենք մենք նրա երգերով, երաժշտությամբ, նա տուն գնաց, տնից տուն գնաց։ Երանի երբ որ Տերը մեզ կգտնի գործ անելուց ու կտանի տուն։ Այդպես է գրված առակի մեջ, որ երանի այն ծառան, ում որ Տերը նրան կգտնի գործ անելուց, ասում եմ քեզ, շատ բանի վրա կկարգի։ 5 տարի ավել 5 տարի պակաս, 20 տարի ավել 20 տարի պակաս, 50 տարի ավել 50 տարի պակաս, ապրենք այս երկրի վրա։ Ինչպես ես սիրում եմ ասեմ, որ մենք բոլորս ծնված օրվանից մահվան հերթի ենք կանգնած։ Հենց ծնված օրվանից։ Եվ առաքյալ ասում է, ի՞նչ է մարդու կյանքը մի գոլոշի, մի պահ, մի ակնթարթ հավիտենության մեջ։ Գիտես, նրանք մարդիկ են, որ հրաշալի սկիզբ են ունեցել։ Այն բոլոր մարդիկ, ովքեր հեռանում են Աստծո տնից։ Գիտես, շատ են այդ մարդիկ։ Ես չեմ խոսում մենակ Ստեփանավանի մեր կյանքի խոս եկեղեցու մասին, մարդիկ կան, գնում են Աստծո տնից։ Բայց գիտես, նրանք երգում են, դու ես իմ հովիվը, երգել են, շարունակ։ Որ ոչ մի բանի կարոտություն չեմ ունենա։ Նրանք երգել են։ Դու ինձ առաջնորդում ես կանաչ տեղերում։ Նրանք երգել են, խոսացել են, կարդացել են։ Ես ուզում եմ, որ մենք այսօր, երբ որ հանդիպենք այդ թշնամուն, այդ հիասթափության թշնամուն, այդ անհավեսության թշնամուն, հավեսը կարաս կորցնես, տեսիքդ կարաս կորցնես, երազանքդ կարաս կորցնես։ Երբ որ հանդիպես այդ թշնամուն, դու նայես այդ թշնամու աշկերի մեջ ուղիղ։ Ու Տերը քեզ կպատվի ու նոր յուղ կգա քո գլխին։ Յուղը միշտ էլ ավելանում է, երբ որ մենք անցնում ենք որոշակի ճանապարհ։ Միշտ էլ երբ որ մենք հաղթարում ենք նոր փորձություն, նոր ընթացք, նոր թշնամի, այդ ժամանակ յուղ ավելանում, դու տեսնում ես օրհնություն է գալիս։ Միշտ այդպես է, հոգևոր աշխարհում չգիտեմ ինչու այդպես է գործում։ Ընթացք ես ապրում, դժվարությամբ դուրս ես գալիս եւ նոր կյանք է սկսվում։ Եվ գիտես, Աստված այս ամենի արդյունքում սեղան է պատրաստել իրենց դիմաց, պատվո սեղան։ Գիտես, մարդիկ լինում են, երբ որ դադարում են լինեն Տիրոջ տան բնակիչներ, օրինակի համար էգոիզմի պատճառով։ Ասեմ դա ինչ է էգոիզմը։ Այս վերջերս մի եղբոր հետ է խոսում, ասում է, ես գիտես, ինձ լավ է, երբ որ դրսում եմ ես Աստծուն պաշտում, իմ տանել եմ Աստծուն պաշտում, ես կարամ տանս էլ Աստծուն պաշտեմ։ Կարանք չէ տան Աստծուն պաշտենք, կարանք թե չեն կարան։ Կարանք։ Բոլորս է կարանք Աստծուն պաշտենք։ Բոլորս է կարանք չգանք եկեղեցի եւ մենք Աստծուն պաշտենք, երկրպագենք, խոսքը կարդանք, կարանք թե չեն կարա։ Բայց ինչու ենք հավաքվում եկեղեցում։ Առաջինը դա պատվեր է, չէ՞։ Երկրորդը, գիտես ես ինչ եմ ասում։ Ես լրիվ համաձայն եմ քրոջս հետ Լուսինեի հետ։ Քարոզել է սրա մասին։ Երբ որ դու մտածում ես, որ գիտես ինձ տաննելա լավ, ուրեմն դու էգոիստ ես։ Ես տանը մենակով կպաշտեմ, դու էգոիստ ես, ուրեմն դու եկել ես եկեղեցի մենակ քո անձի համար։ Մենք չենք գալ եկեղեցի մենակ մեր անձերի համար։ Գիտես, երբ մարդը հիասթափվում, երբ որ սպասումներ է ունենում։ Ես քեզ մի խորհուրդ տամ, երբեք չսպասես մարդուց։ Մի սպասիր մարդուց սեր, մի սպասիր մարդուց հարգանք, մի սպասիր մարդուց, երբ որ նա քեզ կգրկի, կսիրի, մի սպասիր, որովհետև երբ որ լինի բոնուսա, լավա, բայց կարա եւ չլինի, բայց երբ որ դու գալիս ես եկեղեցի, միայն սեր վայելեմ, միայն ինձ հասկանան, ինձ խղճան, ուրեմն դու էգոիստ ես, կներես, ես քեզ պիտի ասեմ։ Ես գալիս եմ եկեղեցի, որպեսզի քեզ սիրեմ։ Ես գալիս եմ եկեղեցի, որպեսզի քեզ գրկեմ։ Ես գալիս եմ եկեղեցի, որ քեզ օգնեմ։ Եթե մենք այս մտքով զինված լինենք, գիտես, մենք շատ հարցերում հաղթողներ կլինենք։ Գիտես, Աստված տեսելով, որ կա հիասթափության թշնամի,
Նա քեզ քո առաջ սեղան է պատրաստում։ Ինչպես կվարվես այդ հիասթափության հետ։ Դա էլ կորոշի քո ապագաությունը։ Աստված տեսնելով, որ կան գայթակղություններ կյանքիդ մեջ, սեղանա գցում քո առաջ եւ որ վերջնականապես ջախջախես այդ թշնամուն։ Քո պահվածքը ցույց տալով նրան։ Ու եթե դու կարողանում ես քեզ ճիշտ դրսևորել, գալիս է օծությունը, նա քո գլուխը յուղով է օծում։ Ամեն։ Հրաշալի մի օրինակ ես բերեմ Ծննդոց գրքից։ Հիշում ես Հովսեփին, նա հոր սիրելին էր։ Եվ նա տան մեջ սիրելի էր։ Եղբայրները նախանձեցին, վաճառեցին, նա ստրկության մեջ հայտնվեց։ Նա հայտնվեց Պետապրեսի տանը, նա ստրուկ էր, նա հետո հայտնվեց բանտում, նա ստրուկ էր, նա անարգված էր, գիտես քանի տարի, 25 տարի ուղիղ նա դժվար ճանապարհ անցավ։ Եվ հետո եկավ մի պահ, որ նա հանդիպեց իրեն վաճառողներին։ Հետո եկավ մի պահ, որ նա հանդիպեց եւ Տերը սեղան գցեց նրա առաջ իր թշնամիների դիմաց։ Ինչպես նա պահեց իրեն, ով է հիշում։ Ռուսը մի լավ բառ ունի, բլագարոդնա։ Նա իրեն շատ ճիշտ դրսևորեց եւ նոր օծություն եկավ Հովսեփի գլխի վրա։ Գիտես, այո, կարան քեզ վաճառեն, կարան քեզ դավաճանեն, կարան քեզ խաբեն, կարան քեզ ուրանան, կարան քեզ ատեն։ Եվ դու հայտնվես գուպի մեջ, փոսի մեջ, ստրկության մեջ։ Գիտես, երբ որ դու ներված ես, դու միգուցե ստրկություն ա դա։ Որտեվ գիտես, մենք պետք է ներենք եւ բաց թողենք մարդուն, չէ՞։ Որ նա ստրկության մեջ չլինի։ Դրա համար է Տերը ասում, զոհ ես բերել, գիտես եղբայրդ քո դեմ բան ունի, լավ կլինի հաշտվես նրա հետ։ Սա նույնպես սեղան գցել է։ Եվ գիտես Հովսեփին դավաճանեցին, շատ դաժան վարվեցին նրա հետ, անարդար վարվեցին նրա հետ, բայց երբ որ Տերը սեղան պատրաստեց, երբ որ Տերը սեղան գցեց Հովսեփի դիմաց, նրա թշնամիների առաջ, Հովսեփ իրեն շատ ճիշտ պահեց ու ասեց, եղբայրներ, մի վախեցեք, նա էր նրանց հույս տալիս, նա էր նրանց մխիթարում, մի վախեցեք։ Սա Տերը արեց, որպեսզի ես ձեր առաջից գամ, որ ճանապարհ պատրաստեմ ձեր համար։ Եվ նրա կյանքը նորովի օրհնվեց եւ օծվեց։ Սա կոչվում է սեղան նստել թշնամու դիմաց։ Պետրոս 5:8 Զգոն եղեք, արթուն եղեք, որովհետև ձեր թշնամին, այո, այստեղ սատանան, ձեր թշնամին, սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է եւ փնտրում, թե ում կուլ տա։ Դիմադրեք դրան հավատքով, հաստատուն լինելով եւ իմանալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհով մեկ չարչարվում են, չարչարանք են կրում։ Հիշում ես ինչ ասեց Աստված Ադամին, Ադամ, մեղքը քո դռան առաջ պարկած քեզ փափագում է, քեզ է ուզում։ Թշնամին քեզ է ուզում։ Իշխիր նրան։ Այստեղ ասում է զգոն եղեք, որովհետև իմանալով, որ թշնամի ունեք եւ նա մռնչացող առյուծի պես ման է գալի, թե ում կուլ տա։ Իրես հավատքը դա հզոր զենք է, որով մենք կարող ենք հաղթել։ Գիտես, հանդիպում թշնամիներիդ հետ դա քեզ է պետք։ Սա քո քննությունն է։ Նույնիսկ եմ ասում հանդիպումը թշնամուդ հետ, հիասթափության, նախանձ, հիվանդություն կամ թեկուզ եւ մարդ, ինչ որ մեկը։ Այդ հանդիպումը քեզ է պետք։ Ներսումդ ինչ է կատարվում այդ ժամանակ։ Տերը սեղան է գցում, դու քեզ ոնց կպահես։ Տեսեք, Հովսեփի կյանքում եկավ հրաշալի հնարավորություն իր եղբայրներին, իրեն վաճառողներին մուրը հանի, հա, վրեժը լուծի։ Ու ասի, տեսակ, որ ես հաղթեցի, տեսակ, որ դուք սխալ եք։ Տեսակ, որ դուք անարդար գտնվեցիք իմ առաջ, բայց նա էր նրանց մխիթարում, նա նրան ճիշտ պահեց, նա ինքն իրեն ճիշտ պահեց այդ սեղանի դիմաց։ Ինչ ես կարծում, Հիսուսը գիտեր, որ Հուդան մատնելու է իրան։ Բախի սեղան նստեց նրա հետ։ Հիսուսը գիտեր, որ Պետրոսը ուրանալու է։ Սեղան չէ նստեց նրա հետ։ Հիսուսը գիտեր, որ 12-ն էլ լքելու են։ Եվ բոլորի առաջ սեղան նստեց նրանց հետ։ Նա ինքն ինչպես պահեց։
Եվ նա մեզ հրաշալի օրինակ թողեց։ Հիսուսը գիտեր, 3.5 տարին էլ գիտեր, որ Հուդան դավաճան է լինելու։ Բայց գիտես ինչ ասեց նրան։ Մի ուրախացեք, որ դևերը հնազանդվում են, այլ ուրախացեք, որ քո անունը, ձեր անունը կյանքի գրքում գրված է։ Սեղան գցել էր Հուդայի առաջ, բայց Հուդան այդ սեղանից չկարողացավ օգտվել։ Նույնիսկ նա հենց Հիսուսի ձեռքից պատառը վերցրեց ու կերավ, անարժանորեն կերավ։ Եվ հենց այդ պահից սատանան մտավ նրա մեջ։ Այդպես է գրված։ Եվ Հիսուսը պատառը վերցրեց, տվեց Հուդային, նա կերավ եւ սատանան մտավ նրա մեջ։ Երբ որ մենք սեղանի շուրջ նստած, մեզ ճիշտ չենք պահում, այդ պատառը ուտում ենք եւ մեր սրտի մեջ կա մի բան, որ ես պիտի դավաճանեմ, ես պիտի, գիտես, շահից բխած հետևեմ Հիսուսին։ Նա շահ ուներ։ Դա նշանակում է սխալ դրսևորել սեղանի դիմաց Հիսուսի առաջ։ Եվ այդ սեղանը Հիսուսն էր գցել իր աշակերտների դիմաց։ Թագավորաց 18:11։ Գիտես, այս Սաղմոսը Դավիթ թագավորն է գրել, եւ նա գիտեր ինչ էր գրում։ Նա այս ճանապարհով անցել էր, երբ որ նա եւ Սավուղը խնդիր ունեն իրար հետ, երբ որ Սավուղը նրան հալածում էր։ Եվ այսօր այս օրինակի վրա ես քեզ ցույց կտամ, թե ինչպես ինքն իրեն պահեց, երբ որ Սավուղին Աստված նրան մատնում էր սկուտեղի մեջ, մատնում էր Սավուղին, բայց ինչպես էր Դավիթը իրեն պահում այս սեղանի դիմաց։ Գիտես, հիշում ես, երբ որ Դավիթ հաղթեց Գողիաթին, հիշում ես այդ պատմությունը։ Հետո Դավիթը դարձավ սիրելի բոլորի համար, Սավուղը նրան տեսավ, ընդունեց, նրան ընտրեց, նրա հետ նա սեղան էր նստում, եւ հետո մի օր, հերթական անգամ, երբ որ նրանք միասին նստած էին, Դավիթը եւ Սավուղը, 18:11, Սավուղը նետեց նիզակը, մտքում ասելով, Դավթին զարկեմ Մեխեմ պատին, հիշիր ես բառը, այս արտահայտությունը, Մեխել բառը, հիշիր սա, Մեխեմ պատին, բայց Դավիթը 2 անգամ խույս տվեց նրանից։ Եվ իրականում այդ օրվանից սկսվեց փոխհարաբերության այդ վատթարացումը։ Բայց Աստված Դավթի հետ էր, արագ գնանք եւ օրհնում էր նրան։ Դավիթը փախնում է Սավուղի դիմաց արջևից եւ մեկ օր 25:8-ն արդեն աթակավորացի։ Մեկ օր, երբ որ Սավուղը հետապնդում էր Դավթին, Սավուղը հարկավորության համար ներս մտավ, քարանձավ։ Դավիթը իր մարկանց հետ նստած էր այդ քարայրի ներսում։ Եվ Դավթի մարդիկ նրան ասացին. Ահա այս այն օրն է, որի համար Տերը քեզ ասել է, թե ահա քո թշնամիներին կմատնեմ քո ձեռքը, նրան արա այն, ինչ հաճելի է քո աշկին։ Աստծո խոսքը կա թե չկա, հա? Թշնամի է քեզ Սավուղը Դավիթ, թշնամի է։ Աստծո խոսք ունես, որ քո թշնամուն քո ձեռքը կմատնե, ահա։ Դե արա, մենք էլ քո կողքդ ենք, մենք էլ ականատես ենք։ Եվ բայց տեսեք, այստեղ Աստված սեղան է գցել Դավթի առաջ իր թշնամիների դիմաց։ Տեսնում ես սեղանը։ Իսկ ինչպես այստեղ Դավիթ իրեն պահում։ Եվ Դավիթը վեր կացավ եւ ծածուկ կտրեց Սավուղի վերարկուի մի ծայրը, բայց հետո Դավթի սիրտը խղճահարվեց, որ Սավուղի վերարկուի ծայրից կտրեց։ 7-րդ խոսք։ Եվ իր մարդկանց ասաց. Աստված չանի, որ Տիրոջ օծյալի իմ Տիրոջ դեմ անեմ այս բանը, որ իմ ձեռքը բարձրանա նրա վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է։ Եվ Դավիթն այս խոսքերով զսպեց իր մարկանց եւ նրանց չթողեց, որ հարձակվեն Սավուղի վրա, թեև բոլոր պայմանները ստեղծված էին, թեև բոլոր առիթը կար, Աստծուց էլ խոսք կար։ Եվ Սավուղը դուրս եկավ քարայրից ու գնաց իր ճանապարհով։ Այս հատվածում Տերը սեղան էր գցել Դավթի առաջ իր թշնամիների դիմաց։ Եվ այստեղ Դավիթը, քանի որ ինքը իրեն ճիշտ պահեց, գիտես, եկավ թարմ նոր յուղ եւ նրա գլուխը յուղովոցվեց։ Երբ որ Սավուղը իմանում է Դավթի արածը, 18-րդ խոսք 24-րդ գլխի, Դավիթ ասում է նրան. Ներողություն, Դավթին ասում Սավուղը, եւ Դավթին ասաց. դու ինձանից արդար ես, որովհետեւ դու ինձ բարիք հատուցեցիր
Իսկ ես չարիք հատուցեցի քեզ։ Դու այսօր ցույց տվեցիր ինձ արած քո բարությունը, որ Տերը ինձ քո ձեռքն է մատնել, բայց դու ինձ չսպանեցիր։ Ու տեսնում ես սեղանի առջև ինչպես է իրեն պահում Դավիթը։ Սա շատ լուրջ է, սիրելի եկեղեցի, երբ որ Տերը քո առաջ սեղան է գցում ու քո թշնամուն մատնում է քեզ, ինչպես ես դու վարվում նրա հետ։ Մենք շատ հաճախ գիտես հպարտանում, գոռոզանում ենք։ Մենք շատ հաճախ ուզում ենք ապացուցենք, տեսա որ դու սխալվեցիր։ Որովհետև եթե մի մարդ գտնի իր թշնամուն, կթողնի որ նա գնա խաղությամբ, թող Տերը քեզ բարիք հատուցի։ Այսօր քո ինձ արած փոխարեն։ Սա թշնամիների հանդիպում էր, բայց Դավիթ ինքն իրեն բարձր պահեց։ Եվ քանի որ Դավիթ ինքն իրեն ճիշտ դրսևորեց սեղանի դիմաց, հոսեց նոր յուղի օծություն Դավթի գլխի վրա։ Իսկ ինչ ես կարծում, այս հանդիպումից հետո եղել են ասողներ, Դավիթ ջան, դու պիտի սպանեիր նրան։ Շատ։ Ընդ որում, որ նորից այսքանից հետո Սավուղը նորից փնտրում էր Դավթին սպանել։ Այսքանից հետո միևնույն է Սավուղի սիրտը չար էր եւ նենգ էր։ Այսքանից հետո ես կարծում եմ Դավիթն էլ շատ մտքեր ունեցած կլիներ, որ պիտի մեխեի, պիտի թողեի որ սպանեն։ Միևնույն է իմ ձեռքով սա չէ լինելու։ Ու գիտես, այս բոլոր մտքերից հետո անցնում են ամիսներ, միգուցե տարիներ, ես չգիտեմ, եւ նորից հանդիպում, նորից հնարավորություն։ Գրված է եւ Սավուղը դուրս եկա, որպեսի նորից Դավթին բռնի եւ սպանի, եւ նրանք մի տեղում կանգնել էին եւ գիշեր էր եւ Դավիթ իր զորքով իջավ ու տեսավ Սավուղին, որ նա քնած է կառքերի միջև եւ Աբեսան Դավթին ասաց 26:8-ն արդեն եւ Աբեսան Դավթին ասաց Աստված այսօր քո թշնամուն քո ձեռքը մատնեց եւ իմ համար թող նիզակ եւ հիմա թող նիզակով մեկ անգամից նրան զարկեմ գետնին եւ հարվածս չեմ կրկնի։ Ինչպես որ գրված է մի քիչ առաջ կարդացի, Սավուղ ասեց մեխեմ նրան պատի նիզակով, հիմա հնարավորություն էր տրված մուրը հանելու, վրեժը լուծելու։ Զորավարը ասում է Դավթին, Դավիթ, մեկ հարված կտամ եւ նրան կմեխեմ գետնին, հարվածս չեմ կրկնի։ Աստծո ծառաներից մեկը այսպես ասեց. բավական էր Դավիթը լռեր այստեղ, ոչինչ չպատասխաներ։ Ոչինչ։ Նա չասեր չէ, նա չասեր դե չգիտեմ, նա չասեր, նա կարող ասեր դու որոշի։ Եվ նրա ձեռքը մաքուր կլիներ։ Բավական էր այստեղ Դավիթը լռեր եւ Սավուղի վերջն եկել էր։ Բավական էր այստեղ Դավիթը ոչինչ չասեր, ոչինչ։ Եվ այս զորավարը Աբեսան նրան մեկ հարվածով կմեխեր գետնին, բայց նորից կրկին անգամ Աստված սեղան էր պատրաստել Դավթի առաջ։ Աստված սեղան էր փռել Դավթի առաջ։ Իր թշնամու դիմաց։ Եվ տես այստեղ Դավթի մոտեցումը։ Եվ Դավիթը պատասխանեց Աբեսային, ասեց. մի սպանիր նրան, որովհետև ով կարող է իր ձեռքը բարձրացնել Տիրոջ օծյալի վրա եւ անպարտ մնալ։ Եվ Դավիթն ասաց. կենթանի է Տերը եւ Տերը կզարկի նրան։ Կամ նրա օրը կգա կմեռնի, կամ պատերազմի մեջ կընկնի։ 11-րդ խոսք։ Աստված չանի, Տերը չանի, որ ես ձեռքս բարձրացնեմ Տիրոջ օծյալի վրա։ Դու գիտես թե հենց այնպես է, որ գրված է Դավթի մասին, որ Աստված շատ էր սիրում Դավթին։ Որովհետև նա Աստծո սրտի համաձայն մարդ էր, որովհետև նա գիտեր ինչ է օծությունը։ Նա գիտեր։ Ու գրված է, որ դու իմ գլուխը յուղով ես օծում։ Նա գիտեր այդ օծության արժեքը, նա գիտեր օծության գինը, նա գիտեր օծության ղադրը, այդ բառը օգտագործեմ։ Նա գիտեր թե ինչ է օծությունը, գիտես Սավուղը լրիվ ուրիշ մարդ էր։ Սավուղը այն մարդն էր, գիտես, ով որ մարդկանցից էր կախված, մարդկանց կարծիքից էր կախված, բայց Դավիթը մեկն էր, որ Աստծո կարծիքից էր կախված։ Աստված, իսկ դու ինչ կասես։ Իսկ այս իրավիճակի մեջ ես ոնց դրսևորեմ։ Եվ այստեղ որոշվեց Դավթի ապագան, այստեղ որոշվեց Դավիթը, կշռվեց ու ծանր գտնվեց։
Շաբաթեր առաջ ծառողների հետ էի խոսում, ես մի թեմա շոշափեցի, որ սատանան ուզում է մաղի։ Սատանան ուզում է մաղով անցկացնի յուրաքանչյուրիս։ Այդ մաղի մեջ է որոշվում ծանր ես թե թեթև ես։ Այդ մաղի մեջ է որոշվում ով եմ ես, երբ որ ես մաղով եմ անցնում։ Դավիթ այստեղ մաղով անցավ եւ ծանր գտնվեց։ Սավուղը նույնպես մաղով անցավ, բայց թեթև գտնվեց եւ թագավորությունը նրանից վերցվեց։ Գիտես, մեր կյանքը նման է այդ մաղին, մենք մաղվում ենք, թափահարվում ենք, ցնցվում ենք, մաղի մեջ չկա հանգիստ կյանք, մաղի մեջ չկա հավասարություն, մաղի մեջ նա է, դու կամ վերևում ես կամ ներքևում ես, դու ցնցվում ես միշտ, պատիս ես քեզ տալիս, դա է մաղը, եւ այդտեղ է որոշվում նոր յուղ կգա քո գլխի վրա թե չէ, այդտեղ է որոշվում Տերը սեղան է գցել քո առաջ, ինչպես դու քեզ կպահես, Տերը չանի, որ ես ձեռքս բարձրացնեմ Տիրոջ օծյալի վրա։ Եվ սա անպայման նոր օծություն բերեց Դավթի կյանքի վրա։ Այսպիսով դու սեղան ես պատրաստում իմ առաջ, իմ թշնամիների դիմաց։ Դու իմ գլուխը օծում ես յուղով, իմ բաժակը լեփլեցուն է։ Սա այն է, երբ որ Աստված քեզ հրապարակավ պատվում է։ Եթե Աստված քեզ հրապարակավ պատվում է, ուրեմն դու անցել ես շատ լուրջ ճանապարհ։ Ուրեմն դու սեղան ես նստած եղել, ու դու քեզ շատ ճիշտ ես դրսևորել այդ սեղանի շուրջ։ Իմ թշնամիների դիմաց։ Գրված է իմ թշնամիների դիմաց։ Նկատի, որ Աստված անմիջապես բոլոր թշնամիներին չի վերացնում իր առջևից։ Նա կթողնի թշնամիներ, հենց քո համար, որ տեսնես, դու ինքդ տեսնես, ինչ կա քո սրտում։ Հիշում ես, Աստված ինչ ասեց Իսրայելին, ես քեզ սոված թողեցի անապատում, հետո կերակրեցի, որպեսզի տեսնեմ ինչ կա քո սրտում։ Ես քեզ 40 տարի ման տվեցի, մանանայով կերակրեցի, ծարավ թողեցի եւ ջուր տվեցի, որպեսզի ինքդ հասկանաս ինչ կա քո սրտում, ինչ թշնամի ունես քո սրտում։ Մեկ հացի կշտություն է, այդտեղ մենք կարանք հպարտանանք։ Մեկ գալիս է կարիք, այդտեղ մենք կարանք ուրանանք Տիրոջը։ Ինչ ասում առակած գիրք Աստված ինձ այնքան տուր, որ չլինի, որ ուտեմ, կշտանամ եւ քեզ ուրանամ։ Եվ այնքան մի արա, որ հանկարծ ես կարիքի մեջ լինեմ։ Ու ասեմ ուր Աստված, ուրանամ։ Գիտես, մենք պիտի կարողանանք թե կարիքի մեջ Աստծուն փառք տանք, թե առատության մեջ Աստծուն փառք տանք, թե հիվանդության մեջ Աստծուն փառք տանք։ Կարող է Աստված քեզ նստացնի քո հիասթափության թշնամու առաջ, ինչ ես անելու։ Կարող է Աստված քեզ նստացնի հենց քո նախանձի։ Նախանձ չունենք։ Լնայի հարևանիդ մեքենային, ու նայի քո դատարկ գարաժը։ Նախանձը կա, ատելություն էլ կարա լինի։ Գիտես, սա այն է, երբ Աստված քեզ հրապարակավ պատվում է, ու դա բոլորի աչքերն են տեսնում։ Ու գիտես, նորից եմ ասում, նկատի, որ Աստված անմիջապես բոլոր թշնամիների մեզանից չի հեռացնում, այլ թողնում է։ Գրված է, Աստված բոլոր ազգերը հնազանդեցրեց Իսրայել ազգին, բայց որոշ ցեղերին թողեց, որպեսզի նրանք կռիվ անելը չմոռանան։ Այո, մենք գալիս ենք Աստծուն, Աստված մեծ մասը մեր փոխարեն արել է, փրկել է խաչի վրա, ներել է, բայց որոշ թշնամիներին թողում է մեր ներսում, մեր անձի մեջ, մեր մարմինների մեջ, մեր պատկերացումների, բնավորության մեջ թողնում է թշնամիներ, որ մենք կռիվ անելը չմոռանանք։ Որովհետև գիտես, մենք կարանք այնքան Աստված կանի, Աստված կների, Աստված կմատակարարի, բա դու ինչ անես, բա ես ինչ անեմ, Աստված կհոգա, գրված աղքատների միշտ եք ունենալու ձեր շուրջը, ինչի, որ իմ սիրտը փորձվի։ Թշնամին
երբ որ տեսնում եմ, որ դու կոտրված չես, պարտված չես, հիասթափված չես, այլ օրհնված ես, սա շատ հզոր մի բան է լինում։ Երբ որ թշնամին տեսնում է, նա սպասում է, որ դու կոտրվես, նա սպասում է, որ դու պարտվես, նա սպասում է, որ դու հիասթափվես։ Սա ոչ թե ծածուկ է, այլ հրապարակավ է։ Սա ոչ թե ծածուկ, այլ հրապարակավ հաղթանակ է թշնամու առաջ։ Երբ որ Աստված է ինքը պատվում քեզ։ Գրված է, դու իմ գլուխը օծում ես յուղով։ Յուղը դա գիտես ինչի խորհուրդն է, օծության, կանչվածության, Աստծո ներկայության, եւ իմ բաժակը լեփլեցուն է, սա խոսում է լեցուն, ուրախ կյանքի մասին։ Երբ որ դու անցնում ես այս ամեն ինչով, գրված է, քո իմ բաժակը լեփլեցուն է ուրախությունով։ Իմ բաժակը լեփլեցուն է Աստծո փառքով։ Սա գրված է Աստծո ուրախության մասին քո կյանքի մեջ։ Ես խնդրեմ փառաբանության թիմը գարթեն։ Գիտես, թշնամին սպասում է, որ դու դատարկ լինես, բայց պահիր Աստծո լեցունությունը քո կյանքում, խնդրում եմ։ Թշնամին ուզում է, որ դու դատարկ լինես, տեսիլքից զրկվես, պահիր լեցունությունը։ Թշնամին ուզում է, որ դու դատարկ լինես, նրա խոսքից դատարկվես, պահիր խոսքը քո մեջ։ Թշնամին ուզում է, որ դու կշռվես ու թեթև գտնվես, պահիր դա, խնդրում եմ, դա շատ թանկ է։ Երեք այստեղ հրաշալի աղոթքի ծառայություն ունեցանք։ Ովքեր որ ներկա են, նրանք ես հաստատ գիտեմ, որ օրհնված են։ Աստծո հոգին հրաշալի ձևով այստեղ շարժվում էր։ Շատ կոտրվածներ այ բժշկություն ստացան։ Շատ մարդկանց Աստված կպավ, ես գիտեմ։ Դա Աստծո հոգին է։ Եվ գիտես մի բան էի ասում եմ, թանկագինս, մենք կարանք հասնենք մի բանի տարիներ, ծոմ պահենք, մեռնենք դրա համար, մեռնենք, որ մեր սրբությունը պահենք, սրբությունը թանկաճույք է, դու գիտես, չէ, շատ թանկաճույք է, մեռնենք ամեն անգամ մեր սրբությունը պահելու համար, մեր արդարությունը, բայց կարանք մեկ օրում կորցնենք այն, մենք կարանք հեղինակություն հոգևոր աշխարհում ձեռք բերենք, հեղինակություն, որ դու մի հատ աղոթես, հրճակես, խոսես, սատանայի որջը քանդվի։ Չգիտեմ այդ ողջ բառը ճիշտ ասեցի թե չէ։ Բայց դու կարաս քանդես այն։ Բայց հետո մեկ օրում կորցնես օծությունդ։ Մեկ օրում ջարդես բաժակը։ Տարիներ սրա համար գին վճարես։ Տարիներ այս բաժակը գնելու համար, պատկերացրու այս բաժակը քո հոգևոր կյանքն է, քո մաքրությունն է, քո արդարությունն է, այս բաժակը քո հոգևոր կյանքն է, որ դու 30 տարի կառուցել ես։ Սպասում ես ունեցել, ծոմ ես պահել, հաղթել ես, առել ես, երազել ես, չէ՞ սրա համար։ Բայց կարաս մեկ օրում այն կոտրես։ Եվ ինչքան է կպցնես, ինքը կպած է մեկը։ Ինքը մեկը երևում է, կարը կերևա։ Դամար Աստված մեզ հորդորում է, կանչում է, ասում է զգուշ եղեք, ամեն զգուշությունից զգուշացեք, սրտից զգուշացիր, որովհետև այնտեղից է սրտի ելքը, թշնամին սպասում է, որ դու դատարկվես, դատարկ անոթ լինես, որ հարձակվի, թշնամին ուզում է, որ դու դատարկվես Տիրոջ երազանքներից, որ դու քեզ պահելու ձև չիմանաս, թշնամու առաջ, երբ որ Տերը սեղան կգցի քո առաջ, երբ որ դու դեմադեր կանգնած ես թշնամու հետ, Աստված ոչ միայն պաշտպանում է քեզ, նա սեղան է գցում քո համար, ոչ գաղտնի սեղան, դա բոլորն են տեսնում, ոչ թե հեռու ինչ-որ մի տեղ, այլ ուղիղ քո թշնամիների առաջ, մինչև թշնամին սպասում է քո անկմանը, Աստված բացահայտում է քո հաղթանակը, մինչև որ թշնամին կսպասի, որ դու կընկնես, Աստված բացահայտում է ցույց է տալիս քո հաղթանակը, մինչև թշնամին կարծում է, որ դու կպարտվես, Աստված ցույց է տալի քո բաժակը լիքը։ Ուստի մի վախեցիր թշնամուցդ։ Ուշադրություն մի դարձրու նրա սպառնալիքներին։ Նայիր Աստծո պատրաստած սեղանին։ Իսկ Աստծո սեղանը լեփլեցուն է։ Եթե Աստված քեզ համար խնջույք է գցել, մարտը արդեն որոշված է։ Նորից եմ ուզում ես միտքը դու բռնես։ Եթե Աստված քեզ համար խնջույք է պատրաստել,
Մարտը արդեն որոշված է։ Դու զոհ չես։ Դու հրավիրված ես հաղթանակի սեղանին։ Եթե դու տեսնում ես Տիրոջ գցած սեղանը քո առաջ, Տերը մարտը որոշել է։ Ճիշտ պահի քեզ, հա։ Ու դու զոհ չես այդտեղ հրավիրված։ Դու հրավիրված ես որպես հաղթող։ Հովսեփը հրավիրված էր այդ խնջույքին որպես հաղթող։ Հիսուսը այդ սեղանի մոտ նստած էր որպես հաղթող, թեև գիտեր մատնիչը նստած է։ Հիսուս այդ սեղանի շուրջ նստած էր որպես հաղթող, թեև գիտեր ուրացողի ոտքերն է լվանում հիմա։ Պատկերացնում ես։ Նա գիտեր ում ոտերն է լվանում։ Նա գիտեր, որ այդ ոտքերով այդ ուրացողը փախնելու է Հիսուսից, բայց նա վերցրեց ու լվաց իրեն ուրացողի ոտքերը։ Նա գիտեր բոլորն են լքելու, բոլորն են փախնելու, բայց դու տեսնում ես ինչպես իրեն պահեց մեր Տերը Հիսուս Քրիստոսը իրեն մատնողի առաջ, իրեն ուրացողի առաջ, իրենից փախնողների առաջ, ինչպես ինքն իրեն պահեց։ Եվ նա մեզ օրինակ է թողնում, սիրելիս։ Մենք հիմա այս երգը կվերցնենք, որ Տեր դու ես իմ հովիվը, եւ ես ոչ մի բանի կարոտություն չեմ ունենա։ Եվ ես քեզ խնդրում եմ այս երգի ընթացքում ուղղակի մտածի քո ներսի մասին։ Նորից եմ ասում, քո թշնամին հաճախ ինքը դու ես։ Ու երբ որ Տերը քեզ սեղան կնստացնի հենց քո առաջ, գիտես ինչ պիտի անես դու։ Նա է ուղիղ այն մեկի աշկերի մեջ, ով որ քեզ տանում է նախանձի մեջ, հպարտության, անիրավության, մեղքի, նա է նրա աշկերի մեջ։ Ուղիղ, չպարտվես, հայացքը չթեքես։ Նայի ու հաղթի նրան քեզ ճիշտ եւ բարձր պահելով եւ կգա յուղը նոր մակարդակի յուղը քո գլխի վրա եւ հետո բարի լուր ասեմ քեզ հետո նոր թշնամի ավելի բարձր ավելի ուժեղ նորից քեզ ուժեղ կպահես գիտես կռվելու ես միջև կհանդիպես Տիրոջը կռվելու ես միջև որ մենք կգնանք տուն երկինք կռիվը անխուսափելի է Մեկը կռվելու ենք, արի հաղթողներ լինենք, ամեն, արի պարտվողներ չլինենք, նորից եմ այստեղ ուզում կարդամ, եթե Աստված քեզ համար խնջույք է գցել, մարտը արդեն որոշված է, դու զոհ չես, դու հաղթող ես, առյուծի պես մռնչա դրա վրա, առյուծի ձեն հանի, ոչ է կատվի պես մլավի, առյուծի պես մռնչա, դու հրավիրված ես հաղթանակի սեղանին, ամեն, արի վերցնենք ես երգը, արի կանգնենք Աստծո առաջ, վերցնենք ես երգը, երգենք մեր Տիրոջը, որ նա է մեր հովիվը, ամեն, Տերն է իմ հովիվը, կարիք չեմ ունենա, նա կանաչ տեղերում հանգիստ է տալիս ինձ ու տանում հանդարտ ջրերի մոտ անձիս հանգիստ տալիս իր անվան համար առաջնորդում արդարության ուղիներում թեև գնամ մահի շուքից օրի մեջ շարից չեմ վախենա որովհետև դու ինձ հետ ես ով իմ Աստված Քո սույն ու գավազանը մխիթարում են ինձ Դու սեղանես պատրաստում թշնամիներից դիմաց Գլուխս յուղով ես խոցում ով իմ Աստված Ու հիմա իմ բաշակը խիստ լիներ Տերն է իմ հովիվը կարիք չեմ ունենա Աշտեղերու հանգիստ է տալիս ինձ ու տանում հանդարտ ջրերի մոտ անձիս հանգիստ տալիս իր անվան համար առաջնորդում արդարության ուղիներում թեև
խոսել ու գավազանը նախիտարում են ինձ Սեղան ես պատրաստում թշնամիներից դիմաց Գլուխս յուղով ես հոսում ով իմ Աստված ու հիմա իմ բաժակը խիզի Իրավի բարիքն ու ողորմություն ինձ են հետևելու Կյանքիս բոլոր օրերում ու հավիտյան Տիրոջ տանն եմ բնակվելու Տերն է իմ հովիվը կարիք չեմ ունենա Այո Տեր դու ես իմ հովիվը սքանչելի եւ սուրբ Աստված եւ ես կարիք չեմ ունենա Տեր դու տանում ես ինձ իմ անձը դեպի կանաչ եւ հանդարտ տեղերը Դու ես ինձ առաջնորդում եւ արածեցնում Դու ես իմ հոգին հագեցնում այն ջրերի մոտ որտեղ որ դու ես տանում ես վստահում եմ քեզ Տեր վստահում եմ տար ինձ այն վայրերը որտեղ որ կանաչ են որտեղ հանդարտություն կա որտեղ որ դու ես ուզում եւ քո երազանքն է Տեր Ես չէ որ քեզ պիտի ասեմ դու ուր պիտի ինձ տանես ես քեզ վստահում եմ Ես տալիս եմ իմ կյանքը քեզ ու երբ որ դու տանում ես ես գիտեմ ու հաստատ գիտեմ Եթե անցնեմ նույնիսկ մահվան շուքի ձորով ինձ չար բան չի պատահի որովհետև դու ես ինձ առաջնորդում եւ քո ցուպը քո գավազանը մխիթարում է ինձ դու կարաս ինձ հետ պահես Տեր հետ պահես չար բանից ու Տեր դու քո ձեռքերով իմ առջև սեղան ես գցում իմ թշնամիների դիմաց ու իմ բաժակը Տեր լեփ-լեցուն է իմ բաժակը լիքն է ուրախությունով իմ բաժակը լիքն է Տեր քո փառքով իմ բաժակը լեփ-լեցուն է քեզանով Տեր մեր աղոթքն այսօր որ սովորեցնում ես Սուրբ Հոգի Ինչպես մեզ դրսևորենք այս սեղանի դիմաց Ինչպես ինձ պահեմ այս սեղանի դիմաց Շնորհակալ եմ քեզ Տեր Շնորհակալ եմ Ես գիտեմ հաստատ գիտեմ որ Տեր դու արդեն մարտը որոշել ես Եվ ես գիտեմ ու հաստատ գիտեմ որ ես հրավիրված եմ այս սեղանի շուրջ ոչ թե որպես զոհ այլ որպես հաղթող Ինչքան էլ Հիսուսը գիտեր որ Պետրոսը ուրանալու է նա վերջն էր տեսնում հեռուն որ սա այն նույն Պետրոսն է ժայռը որը կլինի եկեղեցությունը Տեր դու ամեն բան գիտես սովորեցնում ես հաղթենք եւ հաղթական կյանք ունենանք Հիսուս Քրիստոսի զորավոր անունով եւ թող բոլորը ասեն ամեն ամեն Այսպիսով թանկագիներս Տերը սեղան ունի պատրաստած քո համար Տերը սեղան է գցում իմ ու քո առաջ Արի իմաստուն գտնվենք Արի ողորմած գտնվենք արի հաղթող լինենք Ամեն իսկ բոլոր փառքերը թող ուղղված լինեն մեր Տիրոջը Փառք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին փառքը նրանն է Սա էր այսօրվա իմ այն խոսքը որ ես պատրաստել եմ իդեպ ասեմ որտեղից ծնվեց այս խոսքը սա շատ կարևոր է ուզում եմ ասեմ որ դու լսես մեր հովիվներից մեկը դժվար ճանապարհ անցնում դրա մոտ հայտնաբերել են խնդիր լուրջ խնդիր առողջական եւ գիտես նա ինչ էր ասում էր հրջան ես հիմա նայում եմ իմ այդ հիվանդության թշնամուն այդ տկարության թշնամուն ու հարցը այստեղ է ես ինձ ոնց կպահեմ այդ սեղանի առաջ Նա ասեց որ ես այդ սեղանի մոտ շուրջ նստած ես իմ Տիրոջն եմ պատվելու ես իմ Տիրոջը չեմ ուրանա ես չեմ ասի ես ինչի՞ս է պետք է սեղանը եթե ես ունեմ հիվանդություն ինչի՞ս է պետք է սեղանը եթե ունեմ այս տկարությունը երիտասարդ միգուցե չգիտեմ ինչ կլինի ուր կտանես հիվանդությունը
որովհետև ինչ էլ որ լինի, ես որոշել եմ, եթե անցնեմ մահվան շուքի ձորով, ես գիտեմ ում եմ հետևում։ Ես գիտես, այս ամենի մեջ, եթե մի նախադասությունով ես ամփոփեմ այսօրվա քարոզը, ամենակարևորը այս ամենի մեջ որոշումն է։ Գիտես, որ որոշումն է, ասեմ, որ որոշումն է, որ Տիրոջ տանը կբնակվեմ հավիտյան, որ ինչ էլ որ լինի, ես այս տունը չեմ լքելու, որտեղ սա իմ տունն է, սա Տիրոջ տունն է։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Ամեն։ Ես քեզ օրհնեմ, գնաս Տիրոջ օրհնությամբ, այստեղ մի հատ ռոլիկ կա, վերջում անպայման կնստես, մի հատ ռոլիկ եմ պատրաստել, մեր թիմը ռոլիկա պատրաստել, ես չգիտեմ ինչա պատրաստել, բայց գիտեմ, որ հետարքիր բան լինելու, մանկականից այս ռոլիկը, օրհնեմ, նստես Տիրոջ խաղաղությամբ, ու հետո կգնաս Տիրոջ խաղաղությամբ, լավ, Տերը օրհնի քեզ ու պահի քեզ, Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ, Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա, եւ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքից հետ լինի։ Ամեն։